Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, սա քաղաքական օրագիրն է, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ։ Գիտեք բոլորդ ուրեմն հրապարակեց մեր սիրելի կառավարությունը այս վերջերս այդ բանակցային փաստաթղթերը Ղարաբաղյան հարցի շուրջ, նորություն չի իհարկե արդեն, երբ որ այսօր տեսագրում եք դա արդեն մի քանի օրվա լուր է, եւ երևի թե ես շատ չեմ հետևել աժիոտաժն էլ դրա շուրջ արդեն մի քիչ նստել է, ու դա ինչ որտեղ լավ է, անիմաստ աժիոտաժ է ես կասեի, դա ինչ որտեղ լավ է, մենք այս լուրը որպես առիթ կօգտագործենք, արդեն աժիոտաժի ցրվելուց հետո մի քանի հիմնարար կարևոր պնդումներ եւս մի անգամ արձանագրելու, բոլորիս համար կարևոր եւ ակտուալ եւ երկրի համար կարևոր ու ակտուալ։ Ուրեմն նախ աժիոտաժը իրոք անիմաստ էր, որովհետեւ շատ կարճ ասեմ, իհարկե եւ ես չեմ մենակ որ դրա մասին նշում եմ իհարկե այդ հրապարակված փաստաթղթերում մեծ հաշվով ոչ քաղաքական դաշտի համար, ոչ փորձագետների համար գոնե այդ հատվածի համար հասարակության ոչ մի նորություն չկար, կարող է ինչ որ դետալների մեջ ինչ որ բաներ կային, բայց այն նախապատրաստությունն էլ չէ, դե այս ինչքան ես կարծեմ թե մի քանի տարի ասում են դե հրապարակի այդ փաստաթղթերն, այլ ասում է դե ես կհրապարակեմ նամակը Սերժ Սարգսյանի կհրապարակեմ, նրանք ասում են 19 թվի փաստաթուղթը հրապարակի, ես ինչ պիտի լինի, ոչ իման չեղավ, որտեղ իսկականից այդ փաստաթղթերը ես էլ բնականաբար նայեցի, ավելի շուտ ճիշտ է որ ասեմ, նույնիսկ աչքի տակով անցկացրեցի ու շատ լավ արեցի, որտեղ իրոք այնտեղ ոչ մի նոր բան չկար, այդ ամեն ինչի մասին մեծ հաշվով եւ լրատվամիջոցներում եւ չգիտեմ քաղաքական դաշտում եւ հրապարակային եւ ոչ հրապարակային խոսվել է եւ ոչ մի սենսացիա տեղի չունեցավ ոչ այս կողմից ոչ այն կողմից, բայց ո՞րն է այս ամեն ինչի, այսպես ասենք, այլասերված իմաստը։ Սա մենք եւս մի անգամ պետք է այստեղ արձանագրենք, արդեն անցնելով կարևոր թեմային այստեղից բխած, որ շատ անգամ խոսել ենք դրա մասին, բայց եւս մի անգամ արձանագրենք, որ Հայաստանում իրականում գոյություն ունի մեկ հատ մեծ կուսակցություն իր խմբակցությունով, դա պարտության կամ հանձնվելու կուսակցությունն է։ Ու այս աժիոտաժը, այս վեճը, այս իբր իրար հանդեպ այս փաստաթղթերով կոմպրոմատ հրապարակելը եւ գտնելը, այդ կուսակցության տարբեր երկու տարբեր ֆրակցիաների այլասերված բանավեճն է, որը մեր հասարակությանը ոչ մի բան չի տալիս, այլև շարունակում է շատ սխալ ուղով, շատ սխալ ձևով ներկայացնել մեր ժողովրդին իրականությունը, ընդհանրապես քաղաքական իրականությունը, միջազգային հարաբերությունների տրամաբանությունը եւ այդ մեզ վերաբերող տրամաբանությունը շարունակում է ըստ էության մարդկանց միտքը մոլորեցնել, շեղել, թունավորել, հեսա ես կբացատրեմ ինչ նկատի ունեմ ավելի կոնկրետ, եւ մեր ժողովրդին մեծ հաշվով խաբել, մոլորության մեջ գցել։ Երբ որ ասում եմ այդ մի հատ մեծ կուսակցություն է, պարտության կուսակցությունը կամ հանձնվողների կուսակցությունը, դրա մեջ մտնում են եւ այսօրվա իշխանությունը եւ նախկին բոլոր այդ իշխանությունները, ամեն մեկը իր չափով Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև այսօրվա Նիկոլ Փաշինյան եւ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանի այդ իրենց գլխավորած ուժերը եւ ոչ միայն իրանք, այլև իրենց այսպես ասած կից տարբեր մանր միջին, չգիտեմ, տրամաչափի տարբեր ուժերը, ուժիկները, շարժումները եւ այլն։ Ոչ ամբողջ քաղաքական դաշտը, բայց այդ քաղաքական դաշտի կարելի է ասել մեծ մասը։ Պետք չի նաեւ ինչ եմ սա շեշտում, պետք չի նաեւ այնպես պատկերացնել, որ միայն նախկին ղեկավարներին է սա վերաբերում։ Ոչ, սա մասին էլ ամենավերջում կխոսենք, որ չափանիշներ մենք պետք է կարողանանք մեր ներսում հստակ ձևակերպել, որպեսզի տարբերենք այս պարտության կուսակցության մասը տվյալ քաղաքական գործիչը, ուժը, հանրային, չգիտեմ, գործիչը, թե ոչ։ Հիմա ոչ մի զարմանալի բան չկա, որ ասում մի կուսակցություն, տարբեր ֆրակցիաներ եւ կատաղի պայքար, այո, մի կուսակցության ներսում է, իրական մի կուսակցություն է ներսում, իրավական առումով շատ հաճախ տարբեր ֆրակցիաների միջև լինում է կատաղի պայքար, այդտեղ զարմանալի բան չկա։ Բայց ինչի եմ ասում մի կուսակցություն, չնայած պարզ է իրավական առումով իրենք մի կուսակցություն չեն, փիլիսոփայության իմաստով, գաղափարախոսության իմաստով, ընդհանուր մոտեցման իմաստով իրենք մեկ են, որովհետև ֆունդամենտալ մակարդակում իրենք նույն բանն են ասում, իրենք ըստ էության վիճում են նրա մասին, թե իրենցից որ մեկն էր ավելի շուտ պատրաստ հանձնվել, երբ էր պետք հանձնվել, ինչպես էր պետք հանձնվել, չգիտեմ, դու ճիշտ ժամանակին չհանձնվեցիր, այ ես ուզում եի ճիշտ ժամանակին հանձնվել, ինձ խանգարեցին եւ այլն, հեսա իրենց վեճ է,
բայց փիլիսոփայությունը մնում է նույնը, այսինքն իրենք բոլորը ընդունում են, որ ելքը ճիշտ ուղին, ճիշտ ճանապարհը ըստ էության հանձնվելն էր։ Այսինքն այդ ամբողջ իհարկե փաթեթավորված է շատ գեղեցիկ ինչ որ ֆրազների մեջ, խաղաղություն, չգիտեմ, Ղարաբաղյան հարցի լուծում եւ այլն, պատերազմից խուսափում, բայց մեծ հաշվով այդ ամեն ինչի տակ թաքնված է մի պարզ փիլիսոփայություն, հանձնվել։ Ես շատ սիրում եմ, միշտ հիշում եմ, այսինքն մի հատ սովետական կինո կար, Դերիբասովսկայի դաժձի, Աննա Բրայտон-Բիչ хорошая погода, կարծեմ ռուսերեն եմ անունը ասում, դա ռուսերեն էր բարձր այդ կինոն, այնտեղ մի հատ կերպար կար, այդ ռուսական մաֆիայի մասին էր կատակերգական կինո էր, այնտեղ մի հատ կերպար կար այդ ռուսական մաֆիայի մեջ, երբ որ հավաքվում էին անդադ քննարկում էին ինչ անենք, այդ մեկը միշտ ասում էր «Կաց предлагает сдаться», կացը առաջարկում է հանձնվել։ Այդ փիլիսոփայությունն աստեղության, այդ կացի փիլիսոփայությունը, բայց էլ եմ ասում, տարբեր ֆրակցիաներ են, հիմա օրինակ շատ օրինակներ, այսինքն լավ հիմա չբերեմ, շատ օրինակներ կան, ել եմ կրկնում, որ մի կուսակցության տարբեր ֆրակցիաներ իրար դեմ այնպեսի կատաղի պայքար են մղում արտակուստկուն է, որ ասենք կարելի է այսպես ասած այդ կատաղությանը ճակերտավոր նախանձել, բայց գաղափարական հիմքը մնում է նույնը։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, որտեղ մենք պետք է հասկանանք, որ այդ խմբակցությունների միջև մենք ընտրություն չունենք։ Ուրեմն հիմա որպեսզի համոզվենք, չասեք հրանտը տենց պնդումներ է անում անհիմը։ Եկեք տեսնենք իսկականից մանրամասն ինչի մասին են իրանք վիճում եւ ինչում են միմյանց մեղադրում եւ այդ կոնտեքստում ինչ են նաեւ այս փաստաթղթերը որպես կոմպրոմատ, այսպես ասած, նրանք պահանջում էին հրապարակել, սա էլ հրապարակեց եւ հետո այդ աժիոտաժը սկսվեց։ Ինչի մասին են իրենք ընդհանրապես խոսում։ Հետո տեսեք, սկսենք առաջին ֆրակցիայից, այդ այսպես ասած նախկինների ֆրակցիայից։ Ինչ են, ինչում են իրենք մեղադրում այսօրվա իշխանությանը Նիկոլ Փաշինյանին։ Իրենք չեն ասում, ինչու դու դիմադրությունը դադարեցրեցիր նոյեմբերի 9-ին, ինչու դու պայքարը կռիվը դադարեցրեցիր եւ դրանից բոլոր բխող հետևանքներով, ինչու գնացիր այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրեցիր, իրենք չեն մեղադրում, երբևէ լսել եք, որ իրենք այդ տրամաբանությամբ մեղադրանք ներկայացնեն։ Ասեն, գիտես ինչ, հայ ժողովուրդը իր ազատագրական պայքարի վճռական պահի մեջ էր, Արցախյան հարցի վճռական այդ կռվի մեջ էր, իսկ դու դա կիսատ թողեցիր, դուրս եկար։ Իրենք այդ տրամաբանությամբ երբեք չեն մեղադրում, հակառակ տրամաբանությամբ են ասում են ինչու դու ավելի շուտ դիմադրությունը չդադարեցրեցիր, ինչու դու ավելի շուտ չհամաձայնվեցիր, ինչու դու թուղթը ավելի շուտ չստորագրեցիր եւ ընդհանրապես ինչու դու ավելի շուտ այդ ամեն ինչը չարցրեցիր։ Սա է իրենց մեղադրանքը։ Հիմա դե դեմագոգիայի տեսակետից միգուցե սա աշխատող տարբերակ է, բայց իրական սա շատ վտանգավոր դիրք է եւ պետության տեսակետից եւ ընդհանրապես էլ, որովհետեւ մեծ հաշվով կա միայն երկու տրամաբանություն եւ բացի վտանգավորից նաեւ թույլ է իրականում ներքուս շատ թույլ է որպես մեղադրանք քննադատություն այսօրվա ղեկավարությունը մանավանդ որ նրանք էլ ընդունում են ասում են հա սխալվեցինք պետք է ճիշտ եք ասում պետք է հանձնվենք դե ի վերջո նաեւ հանձնվեցինք եւ հիմա այդ նույն տրամաբանությունը կատարել է գործված շատ ավելի առաջ են տանում թույլ է որովհետեւ կա ընդհանրապես երկու տրամաբանություն եթե դու ասում ես որ ճիշտը հանձնվելն էր ճիշտը չդիմադրելն էր կամ դիմադրությունը դադարեցնելն էր կամ այդ ուրեմն թղթային առաջարկներին համաձայնվելն էր դրանից հետո ինչը որ դրանից բխում է եւ մենք տեսել ենք արդեն այս տարիների ընթացքում բոլոր հետևանքները այդ մեկ քայլից դրանք այդ մեկ քայլի տրամաբանական հետևանքներն են նոյեմբերի 9-ից հետո դու չես կարող դրանք քննադատես որովհետեւ դրանք տրամաբանորեն բխում են չես կարող դու ասել մենք իզորու չենք դիմադրել մենք պետքա միանգամից այդ ամեն ինչին համաձայնվենք ու հետո մեղադրես ասես բա ինչու մենք Արցախը կորցրեցինք բա ինչու հիմա Հայաստանի անվտանգությունը ապահովված չի բա ինչու ենք մենք հիմա ըստ էության արդեն Թուրքիայի գերիշխանության տակ ընկնում, ինչու է թուրքական ազդեցությունը Հայաստանում տարածվում, ինչու է Ադրբեջանը այդ ուժային դիրքերից մեր հետ խոսում, դե հենց դրա համար է խոսում, բայց եթե դու ասում ես, որ դու ուժային հնարավորություններ չունես, բարձրավոր քո հետ ուժային դիրքերից են խոսելու, բարձրավոր դու պետք է համաձայնվես ուժային շանտաժին եւ այլն, այն ինչը որ այսօրվա ղեկավարությունն անում է, ես հասկացա ճիշտ է, չէ՞, հասկանում ես չեմ արդարացնում, որտեվ ես հակառակ տրամաբանության կողմնակից եմ եւ հակառակ տրամաբանությունն եմ շեշտել, բայց եթե դու այդպես գնում ես, դու ռեալ ընտրանք չես կարողանում ձևակերպել եւ ներկայացնել այսօրվա վարվող կուրսին, որտեվ ամեն ինչ տրամաբանության մեջ է։ Եվ հենց նաեւ այդ պատճառով դու չես էլ կարողանում, եթե նույնիսկ ուզում ես, եթե ընդհանրենք որ ուզում են, չես էլ կարողանում այսօրվա այդ իշխանության հարցը լուծել, որովհետեւ խորհրդային մակարդակում դու իրան հակադիր ոչ մի բան չես ասում ամենակարևոր հարցը, որովհետեւ
Այսօր ամենակարևոր հարցը եւ հանրությանը ուզող անվտանգության հարցն է, իսկ անվտանգության հարցերում դու նույն դիրքի մեջ ես մնում եւ ոչինչ չես կարող իրենց հակադրել։ Այս իմաստով թույլ է, իհարկե կարող եմ շատ ավելի մանրամասն բացատրել եւ խորանալ, հիմա դա չեմ անի։ Հիմա սրա հակափաստարկը դե ասում են, բա չէ, մենք ասում էինք առանց կռվի պետք է հանձնվել, պետք չէր հարցը հասներ պատերազմի, պետք է նախապես օրինակ 19 թվին այդ փաստաթղթին համաձայնվել եւ առանց կռվի հանձնվել, մի մեծ մաս է այդպես է ասում, իսկ այս ուրեմն իշխանությունը տարավ կռվի եւ հետո ուշացմամբ հանձնվեց եւ հետևանքները դրա պատճառով են, եթե այդպես չլներ, հետևանքները չեն լինի։ Մի մասն էլ ընդ որում ասում է նույնիսկ հենց կռվի ընթացքում ավելի շուտ պետք է հանձնվել, այն որ միշտ ես այդ օրինակները սիրում եմ բերել հոկտեմբերի 13-ին, հոկտեմբերի 3-ին եւ այդ դեպքում կպահենք, չգիտեմ, Շուշիին կպահենք, չգիտեմ, այս կպահենք, այն կպահենք, իհարկե կռվի դադարեցումը եւ պարտության, այսպես ասած, հետ համաձայնվելը, ընդունելը պարտությունը, ինքը որոշ բարդացումներ մտցրեց process-ի մեջ, բայց մենք պետք է հասկանանք, եթե մենք սթափ ուղեղով ենք այս սրան ուզում մոտենանք, այլ ոչ թե էմոցիաներով, զգացմունքներով եւ դեմագոգիայով, որ խնդիրը մեծ հաշվով գլխավոր խնդիրը էությունը ոչ թե այդ կռվի լինել կամ չլինելն էր եւ կռվի այդ ելքն էր, խնդիրը սխեման էր, որը առաջարկում էր եւ ի վերջո նոյեմբերի 9-ին մենք այդ սխեման ենք ստորագրել, այն ինչը որ առաջարկվում էր, չգիտեմ, 19 թվին, 16 թվին, ես եմ որ թվին, այդ նույն սխեման էր առաջարկում եւ մենք դրան համաձայնվել ենք, այդ, չգիտեմ, Լավրովյան պլանա, թե մինչեւ այդ ինչան պլանա, այդ սխեման է իրականացվել նոյեմբերի 9-ին։ Եվ այդ սխեմայի հետևանքով է, որ մնացած ամեն ինչ եղել է, մենք տեսել ենք, որ այդ սխեման չի աշխատում, այսինքն տարածքները հանձնել, Արցախը իբր պահել, Արցախի համար անվտանգության երաշխիքներ ուրեմն գտնել, տվյալ դեպքում իդեմս ռուսական, ռուս-թուրքական, իրականում մենք պետք է սա միշտ հիշենք, ճիշտ ենք, ռուս-թուրքական խաղապահ զորքի, որտեղ մենք պետք է միշտ հիշենք, որ բացի ռուսներից, այնտեղ նաև թուրքական զորք կար, Աղդամում կոնկրետ ռուսների հետ միասին։ Այս վերջերս իդեպ բան է անում, իմ հին նյութերն էին անում, շատ բաներ կա, որ ես էլ եմ մոռացել։ Մոտս մի հատ գրառում գտա 2019 թվականի աշնան, մի բանավոր խոսակցություն գրառում, դա հրապարակված գրառում չի, իմ համար եմ ուրեմն նշել, խոսում էի տենց ոչ բարով խելով ընկերներիցս մեկի հետ, այդպես իրեն կոչենք, եւ այնտեղ ես գրել եմ, որ ասում է ռուս-թուրքական համատեղ բարեկություն Արցախում 2019 թվականի աշնանն է դա ասում։ Ես դա իրոք մոռացել եմ, վերջերս հիշեցի, ափսոս իմ այն մյուս շարքերում պետք է դա օգտագործեի։ Ինչևէ, սա է եղել, այսինքն այս մոդելի հետևանքն է եւ մենք տեսնում ենք, որ մոդելը չաշխատեց եւ դրա հիմնական փիլիսոփայությունը ո՞րն էր այդ մոդելի, բացի այդ տարածքները հանձնել, չգիտեմ եւ այլն, հիմնական փիլիսոփայությունը հետեւյալն էր, որ Արցախի անվտանգությունը Հայաստանից փոխանցել արտաքին ուժի, խաղապահ զորքի, ռուսական, ռուս-թուրքական, նույնիսկ եթե չգիտեմ լիներ, այն որ ասում էին սկանդինավյան խաղապահներ կան, դա չի էական, այդ փիլիսոփայությունը, անվտանգությունը հանձնել ուրիշի։ Եվ մենք տեսանք, որ դա չաշխատեց, եւ դա նույն կերպ չէր աշխատելու, եթե դա առանց կռվի լիներ, ոնց որ եւ կռվից հետո դա ակնհայտ է, որովհետև խնդիրը նա է, որ բազմիցս պատմությունը անկախ պատերազմից կամ չգիտեմ չէ պատերազմից ապացուցել է, որ երբ որ դու քո անվտանգությունը փոխանցում ես արտաքին ուժին, արտաքին ուժի ձեռքն ես տալիս մնացած ամեն ինչը իր հետևանքներով։ Եվ դա ի վերջո երբեք չի աշխատել, դա մեր պատմության մեջ նույնպես բազմիցս փորձված սխեմա, բազմիցս չի աշխատել, բայց մենք նորից ու նորից ուզեցել ենք դրանով խաբվել կամ ուզել են մեզ դրանով խաբել, եւ մենք ստացել ենք բոլոր հետևանքները, եւ այսօր չկա արդեն հայերով բնակեցված Արցախը, որը հետևանք է հենց այդ պլանի, որը իրականացավ։ Ինչն է խնդիրը, որ նույնքան այդ անվտանգության երաշխիքները չէին գործելու, եթե դու դա ուղղակի թղթով ստորագրեիր առանց պատերազմի, ինչպես չեն գործել, երբ որ դու թղթով ստորագրես պատերազմից հետո, ինչ տարբերություն կա, ինչ է, այդ թղթի վրա նույն կերպ ստորագրած էր, որտեղ եթե ասեն, բա գիտեք ինչ, այնտեղ մենք որ ստորագրում ենք, այնտեղ գրված էր այդ փաստաթղթերում, որ միջազգային երաշխիքներ կլինեն, որ չգիտեմ, այս կլինի, այն կլինի, Արցախին միջանկյալ կարգավիճակ կլինի, ընդ որում ես այն ժամանակ էլ իդեպ ինչքան փնտրել եմ իրավաբանների հետ խոսել եմ, ինքս փորձել եմ գտնել, միջանկյալ կարգավիճակ եզրույթ միջազգային իրավունքի մեջ չկա։ Դա տենց ուղղակի սիրուն բառ է մեծ հաշվով։ Ես հարցել եմ իրավաբաններին, եթե հիմա էլ մեկը կա, որ ասի, չէ, կա տենց բան,
թող ասի որ կա։ Ես որքան փորձել եմ ինքս այն ժամանակ դեռ գտնելու հարցը փորձել, նման բան չկա։ Այսինքն դա օթա, բառը սիրուն։ Միջազգային իրավունքի մեջ որևէ կերպ ամրապնդված չի, բայց էական չի դա։ Այո, երաշխիքներ կային եւ թղթի վրա ստորագրում էին բոլոր։ Դե հիմա նոյեմբերի 9-ին էլ թղթի վրա ստորագրված էին բազմաթիվ երաշխիքներ։ Ռուսները երաշխավորում էին, որ խաղաղություն կլինի Արցախում, որ Արցախը հայկական կմնա, Ադրբեջանը իր հերթին երաշխավորում էր եւ ռուսները եւ Ադրբեջանը, որ Լաչինի միջանցք կլինի եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը թղթի վրա գրված երաշխավորված է, չի եղել։ Ու ինչ եղավ։ Ու ո՞նց եղավ, ախր այնպես եղավ, որ նույնիսկ ոչ մեկ մի հատ աղ չասեց։ Հասկանում եք, այսինքն մարդիկ իրանց ստորագրածը, երբ որ իրենց պետք եղավ, իրավիճակը դասավորեց, հիմա ինչու եղավ եւ ոնց է, դա այլ հարց է։ Բայց իրավիճակը այնպես դասավորվեց, որ այդ թուղթը, այդ ստորագրողները իրենք էլ խախտեցին ծերից ծեր ամբողջը եւ մենք ոչինչ չկարողացանք անել, որովհետեւ մենք արդեն հանձնել էինք մեր անվտանգությունը ուրիշին եւ հրաժարվել էինք դիմադրության գաղափարից, հրաժարվել էինք ուժին ուժով պատասխանելու գաղափարից եւ բնական հետևանքները դրա ճաշակեցինք։ Հիմա բա ո՞նց եղավ, ինչ տարբերություն, մեկը ինձ կարող է բացատրել, ինչ տարբերություն, այսինքն օրինակի համար չլիներ պատերազմը, չլիներ մեր պարտության ընդունումը, մենք թղթի վրա դա ստորագրենք, այն երկու կողմը թղթի վրա ստորագրած նույն կերպ ոնց որ եւ արել են, նույն կերպ անեն, այսինքն Ադրբեջանը նույն կերպ վարվեր, ռուսները նույն կերպ վարվեն, ինչ պետք է անեին։ Այսինքն պետք է նորից կամ պատերազմ սկսեինք, որտեղ դրան միայն ուժով է հնարավոր պատասխանել, կամ պետք է հաշտվենք իրավիճակի հետ։ Հասկանում եք, եւ այսինքն էլի հարցը գալու էր պատերազմի, իսկ որ այս թուղթը բերելու էր այն հետևանքներին, ինչին որ բերել է, սրա մասին նոր չենք խոսում, դրա մասին հենց այն ժամանակ էլ մինչև պատերազմը, մինչև այս ամեն ինչ այդ առաջարկները որ քննարկվել են, շատ մարդիկ սա նշել են, որտեղ դա ակնհայտ է, որ այդ երաշխիքները շատ կասկածելի երաշխիքներ են, դրանք ուժային չեն։ Այսինքն մենք ինչ որ մի բան տալիս ենք դրա դիմաց մեծ հաշվով մենք չենք ստանում եւ նույն այդ Սերժ Սարգսյանի նամակը որտեղ հրապարակվել է որպես կոմպրոմատ։ Այդտեղ հենց դա ես առանձնապես կոմպրոմատ չտես, որտեղ նույն դրամաբանությամբ ան դեր գնում։ Ասում են, բայց մենք երաշխիքներ չունենք, որ հետո մենք ստորագրեցինք այդ շրջանները, դատարկեցինք, հետո ինչ է լինելու։ Եվ եղավ, մենք բոլորս տեսանք ինչ եղավ։ Այդքանից հետո ես զարմանում եմ, որ մարդիկ շարունակում ինչ որ խոսել, եթե մենք թուղթը ստորագրեինք։ Եղավ, ստորագրեցինք, տեսանք ինչ եղավ, դրանից ավել ինչ կարող է լինել։ Դա էլ ոչ տրամաբանություն է նույնիսկ, ոչ ասենք ինչ որ տեսական խոսակցություն, մեր կյանքի փորձն է, մեր աչքերով տեսած, մեր վերապրած իրենք ստորագրողները ամենալկտի ձևով, չգիտեմ, այն ափաշքարա ձևով, ամենակոպիտ ձևով այդ ամեն ինչը խախտեցին եւ բնականաբար աշխարհում ոչ մեկ մաթեմատիկ չխփեց, այդպես էլ պետք է լիներ եւ մենք էլ անօգնական մեր պետությունն էլ հրավ կաշեց, անօգնական մենք էլ մարդիկ, որոնք ցավ էին ապրում, բայց չունեինք այդ հնարավորություն ինչ որ բան անելու, որտեղ դրա համար կամ կազմակերպված շատ հզոր ուժ պետք է լինես, կամ պետություն պետք է լինես, կամ պետք է կարողանաս պետությունը քո ձեռքը վերցնես։ Ուղղակի անօգնական նայել ենք, թե ինչ է կատարվում, ոչինչ բան չկարողանալով անել, ամբողջ ազգով կամ չգիտեմ ազգի մեծ մասով եւ այդպես էլ լինում է, որտեղ կատակ բաներ չեն, դու մի բան թղթի վրա ստորագրում ես, հրաժարվում ես, ուժային գործոն լինելուց հրաժարվում ես, եւ հետո հեշտ բան չի նորից սենց մատով բանես ու նորից դու դառնաս ուժային գործոն, նորից կարողանաս այդ ամեն ինչ անել։ Էս եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, մի հատ երբ որտեվ հաճախ մենք էլ բոլորս էլ մարդ ենք եւ կարող է այդ դեմագոգիա ազդեցության տակ ընկնենք, երբեք չմոռանանք, որ մենք մեր աչքով ենք տեսել թղթի վրա եղած երաշխիքների հետևանքը, սա էլ անցյալում չի եղել, 1918-ին չի եղել, 1915-ին չի եղել, 1850-ին չի եղել, այդ ամեն ինչը եղել է 2023 թվականին եւ մեծ հաշվով շարունակում մինչեւ այսօր էլ է մեզ չէ նույն տրամաբանությամբ առաջարկում թղթի վրա ստորագրած բաներ ասում են դե խաղաղության պայմանագիրը կստորագրվի կլինի խաղաղություն չգիտեմ այս օգոստոսի 8-ի այդ հռչակագիրը եղավ արդեն խաղաղություն այսինքն անդադ թուղթ են մեզ դեմ տալիս ես դեմ չեմ թղթերին բնականաբար միջազգային հարաբերությունում շատ կարեւոր նշանակություն ունեն թղթերը բայց էլի Պարզ բաներից եկեք չխոսանք թուղթը պետք է ուժով երաշխավորված լինի։ Եվ մենք ենք տեսել այս ամեն ինչը եւ հիմա մեզ նորից ստիպում են գնալ ուրեմն հետ ու անընդհատ այդ որտեվ իրենց բանն է, այսպես ասած անցելը փորփրել թե երբ էր պետք համաձայնվել, երբ էր պետք թուղթը ստորագրել եւ այլն եւ այլն։
Սա կեղծ դրամաբանությունը մեզ էլի անդադ տանում են դեպի այդ կեղծ դաշտ եւ այդ պարտության կուսակցությունը մեզ ուզում է պարտադրի անդադ այդ պարտության փիլիսոփայությունը, որի հետևանքները մենք ճաշակում ենք ու ցավոք սրտի դեռ երկար ենք ճաշակելու։ Նույնիսկ մեր ազգային հեղափոխությունից հետո երկար ժամանակ է պահանջվելու, որ մենք քայլ առ քայլ հետ գանք նախկին մեր սուբյեկտային դիրքերին Հայաստան պետություն։ Հիմա դե ասում են այդ տեսեք, բայց պատերազմը վատ բան է, պատերազմը կանխել էր պետք, չգիտեմ, ես էլ արդեն մյուս դեմագոգիայի փուլն է, եւ եթե թուղթը չէր ստորագրում են այլընտրանքը կռիվնենք, պարտվեցինք, էլ մի րոպե։ Նախ կռիվը կռվեցինք, պարտվեցինք, դա ասենք պարտվեցինք, բայց դա բան չի, կռվի միակ հետ ելքը հնարավոր պարտությունը չէ եւ չի ընդհանրապես, հա։ Այդ հենց մի կողմ թողնենք, դրա մասին շատ ենք խոսում։ Այդ կռիվը ով է սկսել։ Այդ կռիվը իմ սերունդը չի սկսել, կներեք։ Այդ կռիվը 2020 թվականին չի սկսել։ Այդ պայքարը հիմքը դրվել է 1988 թվականին 1 եւ այն մարդկանց կողմից, որոնք հանկարծ բոլորով մի օր պարզվում է մենք բոլորս խաղացել էինք, մեկը 98 թվին էր ուզում հաշտության գնալ, մեկը չգիտեմ 2016-ին էր ուզում հաշտության գնալ, 18-ին էր գնում, անդադ իրենց խանգարում էին, չէին թողնում, չէին գնում։ Այդ կռիվը մենք չենք սկսել։ Այդ պայքարը մենք չենք սկսել, ընդ որում դա արդար պայքարի մասին է խոսքը եւ արդար կռվի մասին է խոսքը։ Այո, մենք պաշտպանվել ենք այդ կռվում, բայց հարցը մենք ենք բարձրացել, հարցը նախորդ սերունդն է դրել, պայքարի հարցը նախորդ սերունդն է դրել, ավելին բոլոր այն դիրքերի, որոնց այդ մարդիկ հասել են, քաղաքական պաշտոններ, չգիտեմ, հարստություն, ռազմական պաշտոն, ամեն ինչով իրենք պարտական են միայն ու միայն այդ շատ վատ բանին կռվին։ Իրենք պարտական չեն դրանով խաղաղության, եթե դա չլիներ, իրենք կլինեին սովորական շարքային քաղաքացիներ Հայաստանի։ Ոչ ոք իրանց մասին չէր իմանա, բացի մերձավոր շրջապատից ու որոշների մասին որպես գիտնականներ կիմանային գիտական շրջանակներում, որոշների մասին ընդհանրապես չէին իմանա, բացի իր անգեր բարեկամից, ոչ ոք ոչ մի բան։ Եվ առավել եւս չէին ունենա դիրքը, հեղինակությունը եւ կներեք նաեւ գումարները կլորիկ։ Հիմա դրա համար պետք չի հատկապես այդ կողմից մեզ ասել, որ կռիվը վատ բան է եւ պետք է դրանից խուսափել։ Միգուցե վատ բան է, միգուցե լավ բան է, միգուցե որոշ դեպքերում պետք է խուսափել։ Իհարկե պետք է խուսափել, եթե հնարավորություն կա, բայց նաեւ այստեղ այնպես չէ, որ միշտ դրա հնարավորությունը կա։ Համենայնպես այդ կողմից այդքան էլ համոզիչ դա չի հնչում։ Մյուս կողմից էլ այս մյուս ֆրակցիան, ինչ է, ասենք Նիկոլենց ֆրակցիան, այդ պարտության կուսակցության, սրանց վերադարձնում է իրենց մեղադրանքները։ Դե ասում է իրանք ասում են դու դες չհանձնվեցիր ճիշտ ժամանակին բան չգնացիր այդ պատերազմի գնացիր, դες այլ իրանք ասում են դուք էլ չհանձնվեցիք։ Տեսեք, օրինակ ասում է Լևոն Տեր-Պետրոսյան 98-ին ինչու չգնացիր այդ բանին։ Սերժ Սարգսյան տես նամակ ես գրել Պուտինին։ Բա այդ նամակում դու ոնց որ ասում էիր, որ այդ պլանը աշխատող չի եւ այլն։ Սա իրենց պատասխանում են նույնով է պատասխանում, պլյուս ընդունում է իր այսպես ասած մեղքը, ասում է, հա, ես սխալվեցի, մեղավոր մարդ եմ, ես այն ժամանակ չէի հասկանում, չգիտեմ, հայրենասեր էի ուրիշ ձևի, հիմա ուրիշ ձևի եմ վերադարձնում, խնդիր չկա, որովհետև այն մեղադրանքը, որն են ներկայացնում են, այնպեսի հեշտ այսպես ասած մեղադրանք է, նա շրջում է այդ մեղադրանքը, մի բան էլ ընդունում է եւ տրամաբանությունը տանում է մինչեւ վերջ եւ ստացվում է, որ էլի իրենք կամա թե ակամա ես հիմա չեմ կարող ասել, ապահովում են ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյան ունենա ալիբի, որտեղ երբ որ դու իրան մեղադրում ես ինչի դու չես հանձնվել, ինքը այդ բոլոր ալիբիները իրան ստեղծում, ասում են, ախ դուք չեք հանձնվել, բա դուք ինչի չեք հանձնվել։ Երկրորդը ասում է, հա սխալ եմ արել։ Եթե հակառակը իրան մեղադրեք, նրա դիրքերը շատ ավելի դժվար կներ հակառակի տրամաբանությանը, հակառակ կողմից քննադատությանը, ինչի դու չդիմադրեցիր մինչև վերջ, ինչու դու պայքարը դադարեցրեցիր, ինչու դու կռվից դուրս եկար, ինչու ընդունեցիր պարտությունը, այդ մեղադրանքի տակից շատ ավելի դժվար կլիներ իրեն դուրս գալ, եթե դա լիներ համակարգված, եթե դա լիներ հիմնական մեղադրանքը, եթե այդ քննադատությանը, այդ մեղադրանքին տեղ տրվեր նորմալ այս դաշտում, այլ ոչ թե այն փոքրիկ տեղը, որ մենք փորձում ենք ստեղծել կամ մեր նման մարդիկ փորձում են ստեղծել, բայց դա մարդկանց քիչ հասանելի է, այդ դրա տակից շատ ավելի դժվար կլիներ դուրս գալ։ Իսկ այստեղ շատ հեշտ ալիբի է կապվում եւ նորից հետո զարմանում եք, ասում եք, վայ, ժողովուրդը գնաց ընտրեց Նիկոլին, բայց եթե դուք ժողովրդի նույն բանն եք առաջարկում, ինչ որ Նիկոլն է առաջարկում, ժողովուրդն էլ եթե ընտրում է ինչ որ մեկին, հիմա ես վստահ եմ ժողովրդի մեծ մասը ոչ մեկին չի պատրաստվում ընդրել, եթե ինչ որ մեկին ընտրում է, դա ասում է սա բոլորը խաղաղություն են ճակերտավոր առաջարկում, հիմա սա նախ դա նրանք էլ բան են,
նախ չեն էլ, այսպես ասած, կոպիտ եմ ձևակերպում։ Բայց այս ամեն ինչը դեռ ամենավատ ու ամենավտանգավորը չի։ Որտեղ սա նախ հիվանդների կներեք վեճ է, իրացիոնալ հիվանդների վեճ է, անառողջ հոգեբանության, հիվանդ անառողջ հոգեբանության վեճ է, որտեղ միայն հիվանդ անառողջ հոգեբանությունը կարող է հիմնական թեմա դարձնել այն ուրեմն բանավեճը, թե երբ էր ճիշտ հանձնվել, ով էր իրականում ավելի հանձնվող տղա, մեկ ասում է ես ավելի մեծ հաշվով են ասում ես ավելի հանձնվող տղա եմ, չէ դու չէիր ուզում հանձնվել, տես դու Պուտինին նամակ էիր գրել, դու թռել էիր թեմայից, իսկ ես չթռա թեմայից, այսինքն իրանց տղա լինելը իրանք ասած հանձնվող տղա լինելու մասին են բանավիճում։ Սա իհարկե անառողջ է եւ հասարակության էլ պարտադրվում է այդ իրացիոնալ լրիվ հոգեվիճակը։ Բայց էլ ավելի վտանգավոր բան կա։ Ուրեմն պետության հերը անիծվում է այս ամեն ինչը, որտեվ մի հատ էլ եթե հիշենք, թե այս բանավեճի շրջանակներում ինչ տիպի ուրեմն միմյանց դեմ մեղադրանքներ ու փաստարկներ են իրենք հնչեցնում, ուրեմն մեկը այս մի ֆրակցիան ասում է, այ դու սկսեցիր պատերազմի մեղավորը դու ես, այսինքն դու ես որն է, հիմա ինքն է եղել ցավոք սրտի այս պետության ղեկավարը, իսկ այդ պետությունն է ներկայացնում, եթե ինքն է մեղավորը, ուրեմն Ադրբեջանը չի մեղավորը, Ռուսաստանը չի մեղավորը, Թուրքիան չի մեղավորը, ուրեմն Հայաստանն է մեղավորը, Հայաստանի պետությունն է մեղավորը։ Անկախ նրանից, թե նույնիսկ մի կողմ թողնենք դա ճիշտ մեղադրանք է, կիսատ ճիշտ մեղադրանք է, սխալ մեղադրանք է, քաղաքական գործչի կողմից, դա չի կարող հրապարակայնացվել, որտեղ քաղաքական գործիչը հասկանում է, որ դրանով ինքը փաստորեն ասում է, որ պատերազմը սկսել է Հայաստանը։ Պատերազմի մեղավորը Հայաստան եւ մաքրում է այն մնացած բոլորին, ընդ որում ես վստահ եմ հատուկ են անում, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ եթե դա չմտցվի հայ ժողովրդի գլխի մեջ, որ Հայաստանն է պատերազմի մեղավորը, դա հարցեր են չէ՞ ցակում մարդկանց մեջ, եւ ի վերջո մարդիկ տրամաբանում են եւ գալիս ճիշտ եզրակացությունը, թե ով է այս պատերազմի ծանծարձակողը, ով է սկսել, դե բացի այն ակնհայտից, որ Ադրբեջանի ագրեսիան է, ակնհայտը չէ, որ Ադրբեջանն է ռազմական գործողությունները սկսել, բայց դա փաստացի արդարացվում է։ Որտեղ ասում են դե եթե Հայաստանը ուրիշ ձև իրան պայել, Ադրբեջանը չէր սկսի, նույնիսկ եթե դա ճշմարտություն է, դա բացարձակապես հակապետական է քաղաքական գործչի կողմից դա հրապարակայնացնելը, եւ էլ չեմ ասում, որ բացի Ադրբեջանից իհարկե այս պատերազմը սանձազերծող ռուս-թուրքական դաշինքը լրիվ մաքրվում է, որտեղ դրա դերն էլ այդքան ակնհայտ չէ, արդեն պետքա բացատրվի ժողովրդին, դրա փոխարեն ժողովրդին այլ բան ասում։ Եվ հակառակը այս կողմից էլ, այսինքն իշխանական ֆրակցիայի կողմից այդ պարտության կուսակցությունը ասում են, բա դուք էլ գնացել եք ուրիշ պետության տարածքներ եք օկուպացրել, տարիների ընթացքում օկուպացիայի տակ եք պահել, պատերազմ եք սկսել եւ այլն եւ այլն։ Այսինքն պետության հիմքերը երկակի երակի են այստեղ արդեն քանդվում, որովհետեւ սա էլ այդ մեղադրանքը էլի պետության վրա է գալիս, հասկանում, սա չի գալիս Սերժ Սարգսյանի վրա կամ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա կամ Քոչարյանի վրա, սա Հայաստան պետության եւ այլ ժողովրդի վրա է գալիս։ Ասում է ինքը փաստորեն Հայաստան պետությունը օկուպանտ էր, ագրեսոր էր, այսինքն ադրբեջանական եւ թուրքական այդ քարոզչությունն է այստեղ կրկնում ներքաղաքական պայքարում եւ այն ավելի է վատթարանում իրավիճակը, այսինքն ստացվում է, որ ոչ միայն 20 թվին էր Հայաստան պետությունը պատերազմ սանձազերծող, այլև ի սկզբանե է եղել ագրեսոր եւ օկուպանտ, ինչը եւ ճակերտավոր պետք էր ապացուցել եւ լրիվ ամաքրվում արդեն բոլորը լրիվ մաքրվում են եւ ամբողջ են գնում Հայաստանի պետության վրա ու սրանից ավելի սարսափելի ես իրոք բան չեմ կարող պատկերացնել, ավելի հակապետական պահվածք, որը իրենց թույլ են տալիս բոլոր այսպես կոչված պետական այրերը նախկին եւ ներկա մեծ հաշվով ունենալով այդքան բանականություն գոնե հասկանալով ինչ չեն կարող չհասկանալ ինչ են անում, բայց իրենք կանգ չեն առնում նույնիսկ այդպիսի կարմիր գծերի մեջ եւ Հայաստանի պետության ուղղակի, չգիտեմ, հիմքերը խարխլում են, քանդում են եւ դա ոչ թե ուղղակի տենց քանդում են, քնարական զեղում էլ չի, սրանով նախապատրաստում է հաջորդ քայլը, որովհետեւ վաղը նաեւ այս վկայությունների հիման վրա Ադրբեջանը ներկայացնելու մեզ պահանջ, որ դուք եղել եք օկուպանտ եւ ագրեսոր։ Ես սա ապացուցել եմ Բաքվի իմ դատով ու ճակերտավոր դատավարությամբ, բայց իրենց տեսակետից ոչ ճակերտավոր, իրենք դա են ուզում ապացուցածնել եւ ձեր քաղաքական էլիտայի այս խոսքերով խնդրեմ, սա ես չեմ ասում, սա ձեր քաղաքական ամբողջ էլիտան է ասում, սկսած առաջին նախագահից մինչեւ վերջին վարչապետ։ 4 հոգով ասում են, պնդում են, որ
Հայաստանը ագրեսոր է, պատերազմի մեղավոր է, օկուպանտ է եւ այլն, ուր է սրա փոխհատուցումը, որտեղ ըստ միջազգային իրավունքի դուք պետք է փոխհատուցում անեք, հիմա դուք կողմնորոշ եք, եթե դուք օկուպացրել եք իմ տարածքները, եթե դուք կռիվ եք սկսել 20 թվին, 90-ականներին էլ տարածքներս եք օկուպացել, այս փաստարկները, այս ձեր ապացույցները ձեր իսկ խոսքից բերված, դուք պետք է ինձ փոխհատուցում տաք։ Ես կարող եմ բարի գտնվեմ ձեզնից մինչև վերջ չքերթեմ, օրինակ, հա, բայց ինչ որ բան պետք է տա, առնվազն բարոյական փոխհատուցում, բայց իհարկե խոսքը բարոյականի մասին չի միայն Ադրբեջանի ստրատեգիայի մեջ քաղաքական դա կա, եւ դուք կտեսնեք այդ օրը, երբ որ ցավոք սրտի իհարկե լավ չեմ ասում կտեսնեք այդ օրը, լավա չտեսնենք մենք այդ օրը, ես անկախ նրանից թող ես սխալ դուրս կամ եւ ինչ որ հանգամանքների բերով դա չկա, բայց ստրատեգիայի մեջ իրենց դա հաստատ կա, որ սրա դիմաց եւ դա պատրաստում են արդեն բոլորով հայկական քաղաքական էլիտան, պարտության կուսակցությունը հիմնավորում է վաղվա Ադրբեջանի պաշտոնական պահանջը Հայաստանի, ոչ պաշտոնապես դա հիմա էլ կա, պաշտոնապես դա ձևակերպվել է եւ հիմնավորողները լինելու են Հայաստանի էլիտաները, սա մեր ամենամեծ խայտարակությունն է, ոչ թե իրենց խայտարակությունն է, իրենք արդեն, չգիտեմ, ջահանդամ sense ասած, բայց մեր բոլորիս խայտարակությունն է, որ մենք որպես ժողովուրդ այդ քաղաքական էլիտան ունենք։ Եվ բացի այդ արդեն մի հատ էլ sense ասած դեսերտ ոչ միայն Հայաստանի պետությունն, հենց Հայաստանի ժողովուրդն էլ է գլխավոր մեղավորը անդադ դուրս գալիս։ Որովհետև ինչ են ասում։ Բոլորը իրենք ասում են, դե մենք ուզում էինք ստորագրեինք, Նիկոլն էլ ասում, դե ես էլ էի մտածում ստորագրեմ, բայց ժողովուրդը չեր ընդունի։ Սերժն էլ ասում է, բայց ժողովրդին պետք է նախապատրաստենք, Լևոնն էլ ասում է, դե չընդունեցին, ժողովուրդը չէր ուզում, ինձ չհասկացավ։ Այսինքն, այս հայ ժողովուրդն է ագրեսոր, պատերազմող, ագրեսիվ ժողովուրդ, ղեկավարները շատ լավն էին, բոլորը խաղաղասեր էին, բոլորը ուզում էին, ժողովուրդը իրենց խանգարում էր, իրենք վախենում էին ժողովրդից։ Սա նույնպես իդեալական մտնում է հայ ժողովրդի մասին, այն ուրեմն հակահայկական միֆոլոգիական գաղափարախոսական սխեմայի մեջ, որը այսօր Ադրբեջանում պաշտոնական է, որ հայերը ընդհանրապես ագրեսոր, տերորիստ ժողովուրդ են, եւ նրանց հետ, ասենք, խաղ ապրել հնարավոր չի, պետք է նրանց անընդհատ sense բանի տակ պահել, ուժային ճնշման տակ պահել, դա իհարկե հիմա չխորհենք այդ հակահայկական գաղափարախոսությունը նույնպես իդեպ ադրբեջանցիները չեն հորինել, դա առաջին անգամ ձևակերպվել է ռուսական կայսրության մեջ 1900-ականների 20-րդ դարի սկզբին, գլխավոր գաղափարախոսներից էր ռուս, ուրեմն, այսպես պուբլիցիստ Վելիչկոն, դա մեծ հաճույքով այն ժամանակ նաև վրացիներն են վերցել, դա ռուս-վրացական ավելի շուտ նախագիծ է եղել, հակահայկական գաղափարախոսությունը, հետո թուրքերը արդեն փոխառել են եւ հասցրել են այսպես ասած մակարդակի, բայց հիմնադրվել է ռուսական կայսրության մեջ, սա իմիջիալուց ասեմ, շատ հետաքրքիր թեմա է, ռուսների կողմից, ռուսական պետության կողմից է սա այդ Վելիչկոն ինքն իրավ չի գործել, ինքը ներկայացրել է ռուս այսպես պահպանողական մոնարխիստական ուժերին Կովկասում եւ այդ հակահայկական գաղափարախոսությունը հայերի մասին որպես տերորիստ ազգ, վտանգավոր ազգ, չգիտեմ, անիշխանական, այդ ամբողջը ձևակերպվել է այդ ժամանակ։ Ես մի քիչ շեղվեցի, բայց Կովկաս թերթ կար այդ ձևի, ինքը խմբագիրներ եւ այդ Կովկաս թերթում հետեւողականորեն իրենք ձևակերպում էին այդ հակահայկական արմենոֆոբիա գաղափարախոսությունը, ոչ թե ուղղակի հայերի նկատմամբ հակակրանք կենցաղային, այլ որպես գաղափարախոսություն։ Իմիջիալուց այլ ավելացնեմ, քանի որ թեման բարձրացնում, քիչ ազգեր կան այս աշխարհում, որոնց հանդեպ հենց գաղափարախոսություն կա, հակագաղափարախոսություն կա։ Մենք այդ քիչ ազգերի մեջ ենք, ասենք մենք բավականին իրականում ուժ ունենք, որը չեն գիտակցում։ Օրինակ հակավրացական գաղափարախոսություն չկա, կա կենցաղային վրացիներին չեն սիրում, հայերը չեն սիրում, թուրքերը չեն սիրում, ռուսները սիրում են, չեն սիրում, աբխազները չեն սիրում, բայց գաղափարախոսություն չկա, կա օրինակ, չգիտեմ, հայերի մասով կա, ասենք ոնց որ հրեաների մասով կա, անգլիացիների մասով կա, ռուսների մասով կա, ռուսոֆոբիա, էլի տես մի քիչ գաղափարախոսականացված, մեր մասով կա, ասենք մենք այդ sense ասած ազգերի շարքում ենք։ Լավ, ես իսկականի շեղվեցի, հիշեցնեմ, որ դու կարող եք աջակցել եւ մասնակցել մեր ընդհանուր գործին, դրա մասին ես շատ եմ խոսել, նախ դու կարող եք ամենապարզից սկսել, գրանցվել մեր YouTube ալիքին, գրանցվել շատ կարևոր է մեր Patreon-ին, գրանցվել նաև եւ հետեւել մեր Telegram ալիքին, մեր Facebook-յան էջին եւ մեր կայքին իդեպ, կայքն դրանք բոլորը թարմացվում են սինխրոն, համաչափ, բոլորում էլ կան նյութեր։ Եվ մյուսը, եկեք եւ մասնակցեք, եկեք միասին կառուցենք հայկական քաղաքական առաջին իսկական կազմակերպությունը։ Եկեք միասին, դա լավ գործ է, ժողովուրդ։ Պատվավոր գործ է։ Պատմության մեջ կմտնենք։ Եկեք միասին դա կառուցենք։
Իսկ հիմա շարունակենք մեր զրույցը։ Ամեն դեպքում այդ ասում որ հիմնավորումը էլի գալիս է այստեղ, որ հայ ժողովուրդը ագրեսոր է փաստորեն, որտեղ ինքը իր այդ խաղաղասեր ղեկավարին խանգարում էր անընդհատ, որ իրան գնա խաղաղության, հասկանում եք, ինչի մասին է այստեղ խոսքը։ Եվ սա իրոք նաև ինչ որ մենք միշտ խոսում ենք նեոբոլշևիկյան գաղափարախոսություն է, որտեղ նույնը մեծ հաշվով հայ ժողովրդի մասին պնդում էր բոլշևիկյան քարոզչությունը այդ թվում Հայաստանում 1920-ական 30-ական թվերին, ասում էին, որ տարածաշրջանի ըստ էության բոլոր պատերազմների հիմնական մեղավորը հենց հայ բոլշևիկներն էին դարձում։ Հայկական ազատագրական պայքարն է, որը իմպերիալիստական է, լավ ազատագրական պայքար։ Օրինակ թուրքերենը քեմալականը համարում էր լավը։ Շեշտում եմ հենց հայ բոլշևիկների կողմից նաև։ Այդ թուրքերը չէին ասում, հայերն էին ասում։ Թուրքերի ազատագրական պայքարը համարում էր պրոգրեսիվ, իսկ հայերն ռեակցիոն իմպերիալիստական։ Սա նույն գաղափարախոսությունն է։ Այսինքն մենք չենք բրցնում այդ բոլշևիկներից, որքան էլ մարդիկ ասեն, ինչ կապ ունի նեոբոլշևիզմը, ինչ եք ասում, չէ, շատ կոնկրետ զուգահեռներ են։ Այստեղ նույնն են ասում, մեր ժողովուրդը հայ ինքը բանա բնույթով ագրեսոր է։ Եվ եթե բնույթով ագրեսորը ինչ պետք է անել այդ ժողովրդին։ Պետք է իրան անընդհատ ճնշման տակ պահել, որպեսզի ինքը իր ագրեսիվ բնույթը չցուցաբերի եւ իր լավ բարի էլիտան միշտ կարողանա օտարների օգնությամբ, ասենց ասած խաղաղասեր կառավարի։ Հիմա փորձեմ ասենց ասած ամփոփեմ արագ։ Մի հատ էլ կարևոր բան կար, բայց արդեն մանրամասն չեմ խոսա, այս էլ բայց կհիշատակեմ, որտեղ էլի մեր ժողովրդին հերթական անգամ այս ամիջով շեղում եւ մոլորեցնում են ոնց որ այն սկզբում ասացի, որ իբր այդ Ղարաբաղի հարց կոչվածը հենց այդ թղթապանակներն են։ Սա շեղում է, որովհետև չեն ներկայացնում, որ դա քաղաքական հարց էր նախ եւ առաջ, եւ այդ իրավականը քաղաքականի արտահայտումն էր, գործիքն էր։ Իսկ քաղաքական հարցը վերջին գոնե առնվազն վերջին 11-ում Ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական իմաստը շատ եմ դրա մասին խոսացել։ Դա ռուս-թուրքական դաշինքներ, դա ռուսների ձգտումն էր վերահաստատվել այսօր Կովկասում, Ղարաբաղ ռուսական զորք մտցնել։ Իհարկե այդ պլանները հետո մենք տեսանք, որ չաշխատեցին, ել եմ շատ ենք խոսել, որտեղ Ուկրաինայի պատերազմը հիմնականում խանգարեց, բայց դա էր քաղաքական իմաստը այս ամեն ինչի։ Այսինքն ի հաշիվ հայկական հաղթանակի ռուսները եւ թուրքերը, Ադրբեջանի թուրքերը, բայց նաեւ Թուրքիայի թուրքերին էլ բաժին հասած, պետք է կիսեին հայկական Արցախը, տարածքները եւ Շուշին Ադրբեջանին, բուն մնացած Ղարաբաղը հայաբնակ ռուսներին, սա էր ֆորմուլան, եւ այդ ամենը մեծ քաղաքական բանի մեջ էր մտած։ Ոչ թե այդ թղթերն էին իմաստը, ոչ թե այդ, չգիտեմ, այն ոչ թե խաղաղությունն էր ձգտումը, այդ մեծ քաղաքական պրոյեկտը եւ իհարկե, ինչպես էլի ես վերջերս իմելի այդ գրառումների մեջ գտա դեռ 19 թվին Հայաստանի անկախության կարգավիճակի մեղմեր ձևակերպված, այդ էլի մի ուրիշ իմ, այսպես ասած, ընկերներից մեկն է ասում, բայց իրանք դրանք ոնց որ կողմնակից էին կարգավիճակի փոփոխություն, այսինքն իջեցում։ Սա էր ամբողջ, սա պետք է ժողովրդին բացատրվի վերջապես գոնե այսօր, որ այս հասարակությունը սկսի հասկանալ քաղաքական էությունը process-ների, ոչ թե թղթաբանությունը, եւ Ղարաբաղի հարցը քաղաքական ուժային հարց էր, ոչ թե իրավական հարց, ոնց որ մեզ ներկայացնում։ Եվ այս բոլոր մարդիկ, որոնք խոսում են, որ մենք խաղաղություն եւ այլն եւ մինչեւ այդ էլ մինչեւ պատերազմը խոսում են, իրենց դարդուցավը խաղաղությունը չէր, իրենց դարդուցավը նա էր, որ պետք էր համաձայնել ռուսական պլանին, որտեղ ռուսները գալիս են։ Սա էր իմաստը, ես սա նոր չեմ հասկացել, վաղուց եմ տեսել եւ հասկացել, բայց մինչեւ հիմա մեր հասարակությունը նորմալ չի բացատրվում։ Սա պետք է նայել։ Ոչ թե թղթաբանությունը, որ թվին ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչ պլան առաջարկեց եւ այլն, սա բոլորը, այսպես ասած, դրա փաթեթավորումն է, բայց բուն քաղաքական էությունը հարցի պետք է ժողովրդին բացատրել եւ բուն քաղաքական էությունը փառք Աստծո դրա մասին ես շատ եմ խոսել եւ ռուս-թուրքական վանդակը, եթե նայել եք եւ մեր պայքարը, եթե նայել եք եւ այս քաղաքական ուրագիրը, հիմա չկրկնեմ, բայց ժողովրդին մոլորեցնել է նշանակում, եթե դու նորից քաղաքական էությունը անտեսելով խնդրի, տանում ես, սկսում ես այդ էլի այս թուղթը բացենք, այն թուղթը բացենք, համեմատենք, տեսնենք, այնտեղ էս էր գրած, այնտեղ էս էր գրած, հա, դա լրիվ անկարևոր չի, բայց դա չի հարցի էությունը եւ խափում են բոլոր նրանք, որ ասում են, այ այն թուղթը, որ ստորագրվեր, այս սենց կլիներ, որտեղ իրենք թաքցնում են այդ ամենի քաղաքական էությունը։ Գալով ավարտին մեր խոսակցության։ Այս պարտության կուսակցությունը բոլոր իր խմբավորումներով եւ մասնակիցներով, քանի դեռ գերակայող ուժ է մեր կյանքում, իսկ իրենք մինչեւ հիմա էլ
շարունակում են գերակայող ուժ լինել մեր կյանքում, շեշտում իրենց տարբեր ֆրակցիաներով։ Մենք անընդհատ այս տեղապտույտի մեջ ենք լինելու եւ գաղափարական, եւ այսպես ասած իրական, եւ մեր ընթացքը ամբողջ մեր երկրի ընթացքը այս ուղով է գնալու։ Ցավոք սրտի իրենք շարունակում են մնալ գերակայող ուժ եւ մեր ամենամեծ ողբերգությունը ասեմ, թե ամենամեծ խնդիրը ասեմ, ոչ թե նույնիսկ այդ նոյեմբերի 9-եր այդ թուղթը իր բոլոր հետևանքներով, դա էլ մեծ հաշվով արագ հաղթահարելի էր եւ այն ժամանակ ավելի արագ քան հիմա, այլ այն որ անմիջապես դրանից հետո իրենք կարողացան պարտադրել մեզ, որ էլի մենք պետք է իրենց միջև ընտրենք։ Իրենք ըստ էության, որտեվ այդ ամեն ինչի պատասխանատուներն են, մեծ հաշվով բոլորն էլ ի վերջո պատասխանատու են իրենց չափով այն իրավիճակի համար, որը ստեղծվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Եվ իրենք բոլորը պետք է պարզապես հեռանային եւ մենք պետք է մերժենք վճռականորեն, հետեւողականորեն մերժենք, ասենք, չէ, մենք ձեզ հետ էլ գործ չունենք։ Ինչի դուք պետք է շարունակեք մնալ Հայաստանի քաղաքական դաշտում վճռական ֆիգուրներ, բայց իրենք ունեին այդ ռեսուրսները եւ ներքին եւ արտաքին եւ կարողացան մեզ պարտադրել այդ սխեման եւ մեր երկրի գլխավոր խնդիրը ներքին մնում է սա, որ այդ պարտության կուսակցությունը մնում է գերիշխող։ Ընդ որում սա էլ քանի որ սկզբում հիշատակեցի ասեմ, պետք չի մտածել, որ դրա մեջ միայն նախկին եւ ներկա իշխանություններն են։ Պետք է ստուգել ցանկացած գործիչ, ինչքան էլ ինքը արտակուստ կապ ունենա կամ չունենա, մի քանի չափանիշ պետք է վերցնենք։ Ինչ դիրքորոշում ուներ 2020 թվականի պատերազմի ժամանակ օրինակ։ Ինքն էլ էր այսպես ասած ճակերտավոր խաղաղության կողմնակից, օր առաջ պատերազմը դադարեցնելու կողմնակից, հանձնվելու կողմնակից, ռուսական զորքի կողմնակից, թե ոչ, սա պետք է ստուգել, որտեղ եթե էր, ինքը պարտության կուսակցության մասն է, անկախ նրանից ինքը պաշտոն է ունեցել, չի ունեցել, ինչ արել, հիմա որքանով թարմ դեպք կա, այս չպետք է այդ մարդկանց երբեք մոռացվի ու ներվի, ոչ թե ինքնանպատակ, որտեղ նման մարդկանց հետ փոփոխության հույս դնելը բացարձական իմաստ է։ Նրանք նույն կուսակցությունից են։ Ես հիմա անուններ չեմ ուզում տալ, բայց ես իհարկե իմ գլխում դրանք ունեմ, բոլորին էլ ինչքան որ հնարավոր է ֆիքսել եմ եւ պետք չի խաբվել, Ժորժ ջան, անուններ չեմ տալիս, որովհետեւ այդքան էլ ճիշտ չի, ընդհանրապես ես համարում եմ քաղաքական պայքարի մեջ միշտ չի ավելի շուտ ճիշտ անունները տալ, որոշ դեպքերում դա կարող է ավելի շատ վնաս բերի, քան օգուտ, բայց կարծում եմ դժվար բան չի վերցնել եւ ստուգել եւ հասկանալ եւ շատ པարզ ձև տեսնել մարդը օրինակ իր խոսքում ոնց է ձևակերպել 20 թվին Ժորժ ջան պետք է պայքարել, դիմադրել, թե պետք է օր առաջ խաղաղությանը գնալ Ռուսաստանի միջնորդությանը համաձայն։ Եթե դա ասել, ինքը ոչ մի բանով չի տարբերվում, ոչ Նիկոլից, ոչ մնացածներից, ինքը նույնից է։ Եվ գնացեք տեսեք ստուգեք։ Եվ երկրորդը արդեն այսօրվա դիրքորոշումները։ Եթե ինքը հակադրում է Նիկոլին եւ այսօրվա իշխանությանը եւ չի խոսում դիմադրության դիրքերից, չի խոսում նրա մասին, որ միակ տարբերակը նորից ուժային գործոնի վերածվելն է, այլ խոսում է նորից ինչ որ դիվանագիտությունից, թղթերից, այս լուծումը, այն լուծումը, ԵՀԿ, այն պլանը, ԵՀԿ, այս պլանը կգնանք ավելի լավ կբանակցենք, Նիկոլի խաղաղությունը լավը չի, մենք ավելի լավ խաղաղություն կբերենք, եւ այլն նույնն են իրանք։ Կարող է իրանք նույնիսկ շատ լավն են, թող իրանք ճիշտը լինեն, մենք սխալը լինենք, բայց իրանք չեն տարբերվում, հասկանում եք, էս է հարցի էությունը։ Ինչ տարբերություն այդ բոլոր մեծ ծրագրերի միջև, ոչ մի տարբերություն, այդ բոլոր մարդիկ գալու են եւ նույն քաղաքականությունը շարունակեն, որտեղ իրենք նույն դրամաբանության մեջ են։ Այն մնացած դետալները հիմա չգիտեմ, տնտեսության մեջ կարող է մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ անեն, շատ լավ կանեն որ անեն։ Չգիտեմ, ես մի հարցում մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, չնայած այդ հարցերում էլ իրական հակադրություն ես չեմ տեսնում, մեծ հակադրություն չեմ տեսնում։ Բայց այս ամենագլխավոր հարցում իրենք նույն կուսակցությունից են։ Եվ վերցեք բոլորին ստուգեք, բոլորի գաղափարները իրական ստուգեք, նույնիսկ այն մարդկանց, որոնք շատ արժանի են թվում։ Բայց երբ որ ուշադիր լսում ես, մարդիկ կան, էլի օրինակ հիմա չեմ խոսում ասենք քաղաքական գործիչների մասին, հա, բայց որոնք ընկալում են որպես sense մեծ այլընտրանք թեկուզ բարոյական, բայց մարդիկ կան համարում են, որ մեր բոլոր խնդիրները նրանից են, որ մենք թուրքերի դեմ ազատագրական պայքար սկսեցինք։ Ուշադիր լսեք, հարցազրույցներ կան, ուշադիր լսեք, դες այդ մարդիկ իրական ինչ են մտածում։ Եվ հետո ասում են, այս իշխանությունը մեզ բանա, թուրքամետ է, բայց ասում են հայրը պետք է Թուրքիայի դեմ ազատագրական պայքար չսկսեն։ Շատ լավ մարդկանց մասին կարող է խոսքը լինի։ Ես այստեղ մարդկանց որակի մասին չեմ խոսում, բայց ուշադիր լսեք մարդիկ ինչ են ասում եւ մի խաբվեք։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, մինչեւ մենք այս ամեն ինչը, մինչեւ մենք այս պարտության կուսակցության հարցը չձևակերպենք, որ մի կուսակցություն են սրանք։
Մինչև մենք չկարողանանք այդ հարցը լուծել, մնացած հարցերը հետո են գալիս։ Եվ պետք է հստակ գիտակցենք, եւ չպետք է խաբվենք երբեք այս իրենց այլասերված իրացիոնալ, բայց մեծ հաշվով ձևական կռվին, բանավեճին, իրենք նույնն են։ Մենք պետք է հասկանանք ոնց ենք մենք միասին համատեղ ուժերով այսօրվանից ստեղծում իրական այլընտրանքը գաղափարականից մինչև կազմակերպչական։ Չկա ուրիշ տարբերակ։ Ինչ ուզում եք արեք, ինչքան ուզում եք փնտրեք։ Էսա միակ տարբերակը։ Ես առաջարկում եմ, էլի խոսել ենք դրա մասին, ես առաջարկում եմ դա միասին անենք։ Մենք որտեղ սկսել ենք արդեն process, եկեք միացեք մեզ։ Չեք ուզում, կարող եք նույնիսկ առանձին անել, բայց ուրիշ տարբերակ մեկա չկա։ Այսքան է այսօր, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն համբերության համար, էլի կհանդիպենք։